Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Գույք պարոն Թոմասյան, իրավիճակը ավելի ճիշտ ներկայացնեմ, որպեսզի դուք հարցին ճշգրիտ պատասխանեք։ Աճուրդի է հանվել գյուղատնտեսական նշանակությամբ ցածրորակ հող, ցածրորակ բառից բուն իմաստով վատ հող բայց գյուղատնտեսական նշանակության։ Եվ դա շարունակում է մնալ այդ կարգավիճակում։ Այս ընթացքում մենք միկրոռեգիոնալ փաստաթուղթ ընդունում ենք, այդ մարդը չգիտի, տեղյակ չի։ Եվ այդ գյուղատնտեսության ցածրորակ հողի գոտիավորման արդյունքում այդ դառնում է կառուցապատման համար պիտանի հող։ Պարոն Գրիգորյանի հարցը հետևյալն է, այդ մարդը իր սեփականության վկայականը ինքը նույնիսկ տեղյակ չի, որ ինքը հանում է վաճառքի, դուք ասում եք այդ վաճառքը գրանցելու պահին մենք տեսնում ենք եւ արդեն ասում ենք գնացեք վճարեք տարբերությունը։ Պարոն վարչապետ, ոչ թե վաճառքի պահին, այլ եթե ես ունեի գյուղատնտեսական հող եւ միկրոռեգիոնալով հաստատվեց եւ նախատեսվեց, որ այդ զոնայում, որը նախկինում գյուղատնտեսական էր, նախատեսվել է կառուցապատման հողեր դարձնել այդտեղ։ Սեփականատերը ստանում է իրավունք արդեն դիմել համայնքի ղեկավարին, ասել, որ խնդրում եմ իմ գյուղատնտեսական գրանցված իրավունքը համապատասխանացրեք միկրոռեգիոնալի մեջ դրված ցուցանիշներին։ Եվ համայնքի ղեկավարը տալիս է որոշում, ասում է, որ այսինչ գյուղատնտեսական նշանակության հողը համապատասխան միկրոռեգիոնալի դարձնել ենթադրենք բնակավայրերի բնակելի կառուցապատման հող։ Այս որոշման կայացման պահին առաջանում է իրավունքների վերագրանցման կարիք։ Մարդը պետք է դիմի կադաստրի կոմիտե, այն գյուղ հողի վկայականը փոխարինի բնակավայրերի բնակելի նպատակային նշանակության հողով։ Այս ժամանակ, եթե ինքը այդ տարբերությունը վճարած չի լինում համայնքային բյուջե, մենք իրավունքի գրանցում չենք անում, ինքը պարտավոր է սեփականատերը գյուղ հողից փոխարինման ժամանակ այդ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը վճարել համայնքային բյուջե։ Շատ լավ, մխիթարեցիք, բայց ինչպես կարող ենք մի հատ նայել այդ համակարգը ինչքանով է գործում եւ մասնավորապես վերջին շրջանում ինչ եկամուտներ ա բերել համայնքներին։ Կարող ենք նայել, կա բանաձև։ Համեցեք։ Իմ կարծիքով յուրաքանչյուր համայնք իր մոտ վարում է այդ ընթացակարգը նպատակայինների փոփոխության, եթե նպատակայինների փոփոխության այդ որոշումները համայնքները իրենց մոտ վարում են, նաև մեզ մոտ էլ է իրավունքի գրանցում ստանում, մենք կարող ենք եւ մեզ մոտից արտահանել եւ խնդրել տկենին հավաքագրել, որպեսզի համադրենք ճիշտ արդյունք ստանանք վերջնական, այդ տարբերությունների վերաբերյալ ձեզ տեղեկատվություն փոխանցել։ Շատ լավ, այդ շատ կարևոր կլինի եւ հետաքրքիր կլինի, որովհետեւ այն ինչ որ ասցիք շատ լավ է, բայց հետաքրքիրն է նա, որ այլ ինստիտուտներ այլ կերպ էին ներկայացրել իրադրությունը, բայց շատ լավ է, որ այս քննարկման արդյունքում գոնե այդ մեխանիզմը կար։ Հակառակ դեպքում պատկերացնում եք, թե ինչ մեծ խնդրեմ է, բայց ամեն դեպքում համոզված լինելու համար մի հատ պետքա վերանայել։ Մի հատ ինձ թվում է մենք անենք հետեւյալ գործողությունը, մենք տեսնենք, թե մեր միկրոռեգիոնալ որոշումների արդյունքում ինչ գյուղատնտեսական նշանակության հողեր կան, որոնք փոխվել են արդեն կամ հանրային կամ կառուցապատման նպատակի հողեր, տեղորոշենք այդ հողերը, ինչ որ առումով կադաստրի հետ բան անենք, նույնականացնենք եւ նայենք ինչքանի կատեգորիան արդեն իսկ փոխվել եւ ինչքան վճարումներ են արվել, որպեսզի այս հարցում որոշակի հանգիստ լինենք։ Իմ կարծիքով ամեն դեպքում խնդիրը կարող է կայանալ նրանում, որ եթե վաճառվել է աճուրդով գյուղատնտեսական հող եւ այնուհետեւ նույն գյուղատնտեսական հող առանց նպատակայինի փոփոխության մնալով անկախ նրանից, որ միկրոռեգիոնալում ինքը նախատեսված էր, նույն գյուղատնտեսական հողը վաճառվել է ավելի թանկ, նման բան այո կարող է տեղի ունենալ, ինչի համար, որովհետև շուկայում գյուղատնտեսական հողերի վերագնահատում տեղի չի ունեցել, բայց համայնքը հանում է վաճառքի կադաստրային արժեքով, շուկայում իր իրական արժեքը, օրինակ 100 դրամ չէ, այլ ենթադրենք $5 է կամ $7։ Իսկ կներեք, մենք չենք կարող օրենքով համայնքին արգելել, որ այսինքն կամ այդ վերագնահատումը ինչի չենք անում, դե հեսա գույքային հարկերի հետ կապված այս փոփոխությունները արել ենք, բայց ինչ ենք ճանապարհի կեսին կանգնե։
Պարոն վարչապետ, այստեղ մենք էկոնոմիկայի մեր գործընկերների հետ քննարկել ենք, այստեղ իմ կարծիքով բավականին խոշոր ֆինանսական միջոցներ են հարկավոր հենց այդ սկզբնական հողի որակական ցուցանիշների դաշտային ուսումնասիրության եւ բնակլիմայական պայմանների ուսումնասիրության։ Շատ լավ, մենք չենք կարող կարգավորում անել, որ համայնքին ասենք հողը, այդ թվում գյուղատնտեսական պետքա նվազագույն գինը համեմատել լինի շուկայական գնին։ Այս պայդրությամբ, եթե չեմ սխալվում, հողային օրենսգրքով նախատեսված է, որ համայնքը կարող է կադաստրային արժեքով օտարել, եթե նման որոշում կայացնենք, պետք է ասենք, որ ոչ թե կադաստրային, այլ պետք է լինի շուկայական գնահատման հաշվետվություն տակը։ Եթե շուկայական գնահատման հաշվետվությանը հղում անենք, արդեն քիչ թե շատ կստանանք այն իրական արժեքները, որոնք առկա են շուկայում։ Դե բայց դա ուզում եմ հասկանամ, ինչ նախանգարում մենք մեզ որ դա անենք։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես ուզում եմ հենց դրա մասին խոսեի, որովհետև այս հարցը ըստ էության մենք ենք բարձրաձայնել, ահազանգել եւ մեկ իրավիճակից էր բխում Երևանից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա գյուղերից մեկում մի ներդրումային ծրագրի շրջանակում մոտ 50 հեկտար հողը շուկայական գնահատումը 18 միլիոն դրամ էր եղել։ Իսկ շուկայական գնահատող կազմակերպությունը գնացել էր այդպես էր գնահատել եւ դա ներդրումային ծրագրի մեջ բերված այդպես գալիս էր եւ իհարկե չենք դրական եզրակացության չենք արժանացրել, բայց դա մեզ համար որոշակի այդպես ահազանգի նման բան էր եւ այս խոսակցությունը մենք ունեցել ենք կադաստրի կոմիտեի հետ, որովհետեւ հողերի իրականում վերագնահատում պետք է արվի, որովհետեւ այն մեթոդաբանությամբ որ գնահատում են շուկայական գնահատումը ստացվում է իրականում այդ հողը պայմանական արժի 180 միլիոն դրամ, բայց դա հիմա ձեր կարգավորումներով 18 միլիոն։ Ուրիշ մի հատ խնդրեմ կա, որ երբ որ համայնքները նշանակում են հողի աճուրդ, այն միջալոց էլի թեմայով նամակները ստանում եմ անդադ ուղարկում եմ, որ իրականում աճուրդը աճուրդ չի, իրականում դրա մասին գիտեն շատ նեղ թվով մարդիկ։ Այ երբ որ աճուրդը լինի աճուրդ, մեկ ասում է 1000 դրամ եմ տալիս, մյուսը կասի 2000, երրորդը 5000, չորրորդը 100,000, վեցերորդը 5 միլիոն, 7-րդը 17 միլիոն, 8-րդը 50 միլիոն եւ կվաճառվեն գնով, ինչը իր իրական արժեքն է։ Այստեղ ֆունդամենտալ խնդրեմն է դա, որ աճուրդների հիմնական հատվածը ֆիկտիվ են իրանք։ Բայց ստեղ էլի կառավարության պատասխանատվությունը չի, ստեղ էլի համայնքի պատասխանատվությունն է եւ ստեղ էլի կամ մենք հիմա որ կառավարությունը ասի չէ լիազորություններ տվեք, կասեն որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանափակում են, բայց հարցը պետքա լուծվի, որովհետև այդտեղ ըստ էության ծիծաղելի գներով սեփականության վերաբաշխում է տեղի ունենում եւ մենք դրանից նույնիսկ տեղյակ չենք լինում։ Այստեղ պետքա շատ հրատապ ինչ-որ որոշումներ կայացնել։ Համեցեք, պարոն Թովմաս։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, կարելի է հենց շարժվել այդ ճանապարհով, որ առաջնային քայլով ենթադրենք նախատեսել առնվազն շուկայական գնահատում, բայց հեռանկարային պլանը լինի, որ վերագնահատվի իրական արժեքներ սահմանվի։ Միևնույն ժամանակ պարոն Պապոյանի նշած գործով հաշվետվությունը ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության կողմից կադաստրի կոմիտե, մենք այդ հաշվետվությունը ուսումնասիրել ենք եւ տվել ենք բացասական եզրակացություն, այն է, որ արժեքը գնահատված է ավելի ցածր, քանի շուկայական արժեքն է։ Բայց հիմա դուք խոսում եք ներդրումային ծրագրի որը գալիս է նախարարություն։ Շատ աճուրդներ կան, որը ոչ միտեղ համայնքի շրջանակում մի քանի հոգու շրջանակից դուրս չի գալիս։ Այս խնդիրը ոնց ենք մենք լուծելու։ Համեցեք տիկին Վարդապետյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ։ Այս խնդրին նաև դատախազությունն է առնչվում, քանի որ մեր ներկայացրած հայցերի մեծ մասը վերաբերում են հենց ձևական աճուրդներին։ Եվ հայցերը, որոնք որ դատարանում հաջողությամբ են պսակվում, են ապացույցների վրա են հենվում, որ իրականում ձևական մասնակիցներ են փոխկապակցված համայնքների ղեկավարների հետ։ Մենք մի քանի ուղղությամբ առաջարկներ ունենք, որոնք նախատեսում ենք գրավոր ուղարկել, բայց քննարկումն օգտագործելով կխնդրեմ, եթե հանձնարարական է ձևակերպվելու 3 կետ ավելացնել։ Անպայման աճուրդը շուկայական գնով եւ դա հնարավոր է որոշել, որովհետեւ այսօր էլ մենք պարոն Թովմասյանի հետ առավոտյան մի շարք գյուղատնտեսական հողերի կադաստրային արժեքն ենք եղել ստիպված նշել, դա մոտավորապես 1.5 միլիոնից մինչև 3 միլիոն դրամ էր 8 գույքերի վերաբերյալ, բայց եթե այսօր նայենք շուկան,
10-15 անգամ ավելի թանկ գույքերի մասին է խոսքը գնում, դա մեկ։ Երկրորդը աճուրդների անցկացման կարգի մասով է պետք փոփոխություն անել եւ ռեալ ապահովել հանրայնությունը, որովհետեւ ձևական մի քանի հարթակում հայտարարություն տալով կարողանում են համարել հրապարակայնությունը ապահովված, այս առումով ունենք այս խնդիրը եւ դա համայնքների պարտականությունն է, ոչ թե կառավարության, եւ պարոն վարչապետ, մեր առաջարկն է նաեւ որոշակի կատեգորիայի հողեր թողել անօտարելի, որովհետեւ մենք ունենք իրավիճակներ, ռեալ այսօր հողի վրա իրավիճակներ, երբ արոտավայրի վրա մի ամբողջ այգի է կառուցված, բայց հողի կատեգորիան արոտավայր է շատ փոքր չնչին վարձավճարներով եւ հողի կատեգորիան փոխած չի։ Մեզ համար նաեւ վարույթի շրջանակներում հետաքրքրություններ ներկայացնում, թե այդ ոնց է այդ այգին այդ արոտավայրի վրա կառուցվել։ Այսինքն մենք այս առաջարկները գրավոր կներկայացնենք իհարկե, բայց քանի որ խոսակցությունը սկսվեց, առաջարկում ենք նաեւ հանձնարարականի մեջ սա էլ ներառել։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, համենայն դեպս տեսեք, ես չգիտեմ ինչի է դա կապված, դե տենց ելնում է, որ վերջին շրջանում եւ նամակներ եւ ընդ որում տարբեր տեղերից, տարբեր համայնքներից, որ նույն տեղից էլ ելներ կասեի աղբյուրը նույնն է, բայց տարբեր խողովակներով, տարբեր համայնքներից այսօրվա նախորդող շրջանի մասին ազդակներ եմ ստանում, ուստեղ պետք է շատ լուրջ զբաղվել, որովհետև ուստեղ պետք է նաև մեխանիզմներ բանանել, մտածել, եթե հնարավոր է օրենսդրական, որ եթե հնարավոր է հետին թվով համայնքային շահը պաշտպանել, այդ թվում հետին թվով համայնքային շահը պաշտպանել, որովհետև իսկականից ես իմանում եմ, որ դեպքեր կան, որ հողի քառակուսի մետրը կարող է վաճառվի 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով, կներեք չի կարա այսօր Հայաստանի Հանրապետությունում տենց հող լինի, որի արժեքը լինի 7 դրամ, չի կարա տենց բան լինի, շուկայական, դե կադաստրայինը չգիտեմ, դա ոնց է որոշվում, բայց հետո դա իմանում ենք, երբ որ այդ հողերը շատ արագ հայտնվում են արդեն հարամատչելի հրապարակային դաշտում այդ գնից 5, 10, 15, 20 անգամ ավելի բարձր գներով։ Եվ հետեւաբար եկեք որոշենք, ստեղ ինչ անենք, որ կոնկրետ գործողություն տեղի ունենա։ Համեցեք, պարոն Պետրոսյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Անցյալ ամիս վերծառայության համապատասխան մասնագիտական ստորաբաժանման վերահսկողության արդյունքում մենք մի քանի մարզերի շուրջ 1 տասնյակ համայնքներում հասանք համայնքային հողերի աճուրդների չեղարկմանը, քանի որ տարեսկզբից ես խնդրի եմ դրել ծառայությունում, որպեսզի մոնիտորինգ անենք համապատասխան իրավակարգավորումներին համապատասխանությունը մի շարք մարզերում եւ ռիսկային համարվող համայնքներում, որտեղ պահանջարկը շատ ավելի բարձր է, եւ մի փաստի, այսպես ասած, հանդիպեցինք, երբ այն դեպքում, երբ հենց հողային օրենսգրքով եւ տարածքային կառավարման մասին օրենքով մարզում համայնքներում համայնքի ղեկավարին վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքների հողային քաղաքականության ուղիղ վերահսկողությունը դրված է մարզպետերի աշխատակազմի վրա եւ մարզպետերի ինստիտուտները այդտեղ ուղիղ լիազորություն ունեն ներգործելու հողային քաղաքականության, այդ թվում նաեւ գնային քաղաքականության գնագոյացման եւ այն հայեցողությունը, որ վերապահված օրենքով տիմերին մարզպետերը այդտեղ իրենց իրավական եւ վարչական վերահսկողության շրջանակներում կարող են ուղիղ ներգործություն ունենալ չխաթարելով տիմերի անկախությունը եւ ահա մենք մոտ 1 տասնյակ համայնքներում հասանք մարզպետերի աշխատակազմերին արված մեր առաջարկների արդյունքում հասանք աճուրդների չեղարկմանը եւ ձեր ասացի տրամաբանության մեջ հիմա մենք շարունակում ենք վերահսկողությունը 1.5 ամսից ամփոփ տեղեկատվություն կունենանք վերջին 3 տարիների ընթացքում հողային աճուրդների տենդենսների, միջին գների եւ շուկայական գների միջև հարաբերության։ Այդ սալդոն ցավոք բազմապատիկ անգամ բացասական լինելու արդեն նախնական կարող եմ զեկուցել։ Շնորհակալություն։ Համեցեք, պարոն Գևորգ։ Շնորհակալ եմ, Մեծարգո վարչապետ, մենք պետական գույքի եւ համայնքային գույքի շուկան ուսումնասիրել ենք եւ առաջարկը հետեւյալն է, որպեսզի մրցակցություն լինի եւ ձևական աճուրդ չլինի, որ մի լինի պլատֆորմ, որտեղ բոլոր գույքերի թե օտարումը թե վարձակալությունը պետք է այդ պլատֆորմ լինի, կարծում եմ դեպքում բոլորը կիմանան այդ պլատֆորմի տեղը, պետական գույքը արդեն կարծես թե արդյունավետ այդ ոլորտում աշխատում է։ Երկրորդ կարևոր հարցը, երբ որ վարձով ենք տալի երկար ժամկետում, այստեղ ինֆլյացիան պետք է հաշվի, որտեղ մենակ դուք վաճառք եք նայում, եթե հիմա տեսնենք նույնիսկ վարձակալությամբ տրված գույքեր կան, որոնց վարձավճարը ուղղակի ծիծաղելի է, բոլոր համայնքներում է դա տենց։
Եվ այդ մեկ միասնական պլատֆորմի գաղափարի ներքո է պետք է բոլոր հարցերը լուծել։ Այնտեղ համ գինը կլինի, համ կլինի վարձակալության գինը, համ աճուրդի դրված գույքը ու ստեղ նաև հենց դրսի մոդելով, որպեսզի նույնիսկ գնալու ենք նրան, որ հետո մասնավոր իր գույքը վաճառելուց պետք է հրապարակի պլատֆորմում այդ գույքը, որպեսզի այնտեղ ձևավորվի շուկայական գին, նույն Միացյալ Նահանգներում այդ համակարգը կիրառվում է, եւ միայն դրանից հետո մարդը կարողանա այդ գույքը վաճառել։ Այսինքն շուկան հենց ձևավորվում է առաջարկ պահանջարկի հիման վրա, մենք այդ գաղափարն ենք առաջարկել։ Շատ լավ, պարոն Խուդայցյան, հարցը ինչքան հասկացանք հրատապա եւ պետք է այստեղ շատ կոնկրետ միջոցներ ձեռնարկել։ Առաջինը նախ նեգատիվ այդ process-ները մի հատ կանգնացնել, երկրորդն էլ հասկանալ հրատապության ռեժիմով ինչ օրենսդրական փոփոխություններ են անում, որպեսզի այս խնդիրը լուծվի։ Վարչապետ պիտի ավելացնեմ գործընկերների ասվածին, որ մի անգամ համանման փոփոխություն արդեն արել են 2018-19 թվերի կարգավորումներով թույլ էր տալիս անշարժ գույքը վաճառել, հողամասը վաճառել կադաստրային արժեքի կեսի չափով նույնիսկ, այդ սահմանափակումը հանվեց եւ հիմա գործող կարգավորումով կադաստրային արժեքից ոչ պակաս, այլ հարց է, որ գյուղատնտեսական հողերի վերագնահատում չկատարելու պատճառով կադաստրային արժեքները որոշ տեղերում շատ քիչ են։ Պետք է ավելացնեմ նաև, որ աճուրդ կատեգորիայի հողերի վաճառքը օրենքով արգելված է եւ այդպիսի հողեր չունենք, չենք վաճառում, դրանք երկարաժամկետ վարձակալության կարող են տրվել, իսկ վարձակալության պայմանները ելի մրցույթային պայմաններ են եւ պետական գույքի կառավարման կոմիտեն արդեն առաջարկությամբ դիմել է տկենին եւ տկենը համայնքներին ուրեմն հանձնարարել է բոլոր շարժական գույքերի մասով վաճառք իրականացնել միասնական պորտալով, այն նույն պորտալով, որով հիմա պետական գույքի կառավարման կոմիտեն շարժական գույք է վաճառում, այնպես որ շարժական գույքի մասով այս խնդիրը կարծում լուծվող խնդիր է եւ ձևական աճուրդների մասով ունենք հետեւյալ պատկերը Երևանամերձ հատվածներում ամբողջովին այլ պատկեր է, այստեղ ունենք վաճառված տնամերձեր, որոնք մի քանի տասնյակ միլիոն դրամով են վաճառվում, 400 քառակուսի մետր հողատարածքը, գյուղական բնակավայրերում էլ երկու ձևի խնդիրներ ունենք, առաջինը ցածր մասնակցությունն է, այնուամենայնիվ մենք ունենք հողեր, որոնք հայտարարում ենք վաճառքի եւ այդ հողերի մրցույթային գործընթացներին նույնիսկ մարդիկ չեն մոտենում եւ չեն մասնակցում, իսկ մնացած դիտարկումները ընդունելի են հրատապության ռեժիմով պիտի աշխատեն կադաստրային արժեքով, կադաստրային արժեքից ոչ պակաս պայմանը փոխել եւ մոտ շուկայական արժեքին մոտարկված արժեք վերցնել, այստեղ որոշակի խնդիրներ կառաջանան փոքր գույքերի գնահատման մասով, որտեղ 400 քառակուսի մետր գյուղատնտեսական հողի կամ գյուղատնտեսական հողի գնահատումը բավական թանկ է եւ դա էլ կավելացնի վաճառվող գույքի ուրեմն արժեքը, բայց դիտարկումները ընդունելի են, աշխատենք այդ ուղղությամբ։ Դե պարոն Թոմասյան, ինչքան էլ մեծ ներդրում է պետք, այդ մեծ ներդրում պետք է անել, որովհետեւ պատկերացրեք ինչքան գումար կորսվում այդտեղ։ Ես չգիտեմ ինչքան է մեծ, բայց պետք է անել դա, հասկանում եք, այդ դեպքեր կան, որ չպետք է նայես մեծ է, փոքր է, շատ է, քիչ է, դա անհրաժեշտ բան է։ Ընդ որում մենք էլ եմ ասում, շատ բան կորսվել է արդեն, հələ պետք է հասկանանք այս ձևական բաները, ձևական աճուրդները ո՞նց կարող են դուրս բերել եւ հələ լավ է որ ինչ որ մեխանիզմների մասին օրենսդրական փոփոխություններ արեցինք եւ հիմա դատախազությունը նաեւ համանքային շահի համատեքստում կարող է գործողություններ անել բայց ստեղ լուրջ խնդիր կա հա ես համաձայն եմ գիտեք այդ բանը կա որ մենք այն ժամանակ արել ենք այդ փոփոխությունը որ կադաստրային արժեք նախկինում էներ որ կեսով էր մենք 18 թվին արել ենք հա այն ժամանակ դա շատ լավ որոշում է համարվել բայց մենք մոռացել ենք հետո այդ գների այդ հողերի գները սենց բանով աստղաբաշխական մակարդակի են հասել եւ այդ մեր որոշումը շատ արագ հնացել է հələ կոവിഡ്ի շրջանում դա նույնիսկ կարող էր համարվել որ տենց հələ անթակառակը ներդրումային միջավայրը խաթարող որոշում են կայացրել հողը թանկացրել են բայց դրանից հետո հողի գները անշարժ գույքի գները այնց են փոխվում որ դա արդեն որևէ կերպ համեմատելի որոշում չի եւ հետեւաբար պետք է այստեղ մտածել գուցե բան անենք աշխատանքային խումբ ձևավորենք տարածքային կառավարման նախարարի գլխավորությամբ արագ բերեք լուծումներ առաջարկեք որ այս խնդիրը լուծենք մարզպետներին էլ հանձնարարություն հատուկ ուշադրության կենտրոնում պահեք այդ խնդրեմը հարգելի գործընկերներ այս թեմաները էլի եմ ասում մեկ այն խնդիրները որը չեն լուծվում տեղում պետքա ես գիտեք ինչ խնդիր եմ ես տեսնում ես նաև մեկ մեր բանին
մեր կառավարման համակարգում իրավիճակներ են առաջ գալիս, ես վերադառնում եմ, ասում եմ, բայց ի՞նչն է, որ մարդկանց մեր գործընկերներին տալիս է ուղերձ, որ այդպես կարելի է անել։ Ասենք մենք պաշ չենք արտահայտվում, մեր քաղաքական ուղերձները հստակ չեն, թե մեր նպատակադրումը ինչ է։ Կամ կարող է այստեղ ուրիշ բան խոսում ենք, այս դռնից դուրս են գալիս, հետո ես այնտեղ մեգաֆոնը վերցնում եմ, ասում եմ ժողովուրդ, այն կառավարության նիստում որ ասցինք, դե այդ մոռացանք, ոնց պայմանավորվեցինք, տենց ենք անում։ Չի եղել, չէ՞, այսպիսի գոնե մի հատ դեպք 7 տարվա ընթացքում։ Բայց ո՞նց է տեղերում տենց բան տեղի ունենում։ Եվ ինչու եմ ես սրա մասին իմանում, որ ասենք մեկ էլ մի քաղաքացի որոշում է ինձ նամակ գրի, ես դրա մասին եմ իմանում։ Էլի ինստիտուցիոնալ պրոբլեմա, ինչի ինձ ոչ մի անգամ ես կներեք, իմ բանը չի հերիքում, ես չեմ կարող ամեն ինչի, կամ կարող է կարամ լավ չեմ աշխատում, որ ամեն ինչի մասին բացարձակապես տեղյակ լինեմ։ Բայց սա ինչ իրավիճակ է, ես չեմ հասկանում։ Չի բան անում, ձեր աչքը չի ծակում դա։ Ոնց կարա 100 դրամով հող վաճառվի։ Ոնց կարա Հայաստանի Հանրապետությունում 100 դրամով հող վաճառվի։ Եթե 100 դրամով հող է վաճառվում, փակեք այդ, արգելեք։ Համայնք ասում է եկամուտ եմ, իմ եկամուտն եք փակում, մենք կտանք այդ 100 դրամանոց հողի փողը, պետական բյուջեից կտանք, արգելեք, փակեք, ոչ մի հող 100 դրամով մի վաճառեք։ Այս պայից որտեղ 100 դրամով հող վաճառում է, փակեք, եկեք այդ հողի գումարը մենք կտանք, հողն է կմնա համայնքին։ Պարզ եմ ասում, ուղղակի արգելեք։ Ինչ որ ձևերով արգելեք։ Վարչական, ոչ վարչական ձևերով ուղղակի արգելեք։ Ոստիկանությունն, ազգային անվտանգության ծառայությունն, պետական վերահսկողական ծառայությունն, չգիտեմ, մամուլով, սոցիալական ցանցերով, արգելեք, ես հաջորդ անգամ sense մի հատ ու պետք է մենք վերադառնանք, տեսնենք ինչա տեղի ունեցել, չենք կարող ասենք, լավ, անցած տարի ա եղել, խառն ենք եղել, դա հաշիվ չի։ Ոչ ամեն ինչը հաշիվ է։ Կա ձևական աճուրդը ինքը հիմք է վերանայման, ուրեմն պետք է գնանք, պետք է էլի ժամանակ էներգիա ծախսենք, գնանք ձևական աճուրդները գտնենք բոլորը։ Ես թեմաներ կա, ես էլի եմ ասում, սա շատ վատ ազդակ է, որտեվ այդ նշանակում է, որ քաղաքական ուղերձները մենակ հանձնարարությունով չի, հələ հանձնարարությունների կատարման որակը դնում եմ մի կողմ, մենակ հանձնարարությունով չի, բայց եթե հնչում է քաղաքական հայտարարություն, պետք է գործողությունները կառավարման համակարգի համադրվեն այդ քաղաքական հայտարարության հետ։ Եթե չի համապատասխանում, ուրեմն եթե ոչ այսօր վաղը մյուս օրը մի հատ պրոբլեմ է առաջանալու։ Եվ ես այդ պրոբլեմը ամենասուր ձևով դնելու եմ, հարգելի գործընկերներ, ուզում եմ, որ մենք սա հաշվի առնենք, որովհետև սա աներևակայելի բան է։ Եվ շատ արագ լուծում, եւ հիմա ասում եմ, որտեղ այդ կատեգորիայի, որ ծիծաղելի գներով հողեր են դրված վաճառքի, ուղղակի կանգնեցրեք։ Հիմա հրապարակային ասում եմ։ Եթե չկանգնացնեին համայնքները, կներեք այդ ուրիշ կատեգորիայի, մենք կոնկրետ, չգիտեմ ոնց կհնչի, այդ համայնքների հետևից ենք ընկնելու, գնալու ենք, տենանք այդ ինչ է կատարվում այդտեղ։ Եվ այս հարցը շատ հրատապ է, տկեն նախարարի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծեք, թող մաքսիմում մի ամսվա ընթացքում տան բան, առաջարկ, այդ ծախսն էլ որ պետք է անենք այդ ծախսը, այդ կատեգորիաները փոխենք։ Մեր վերահսկողություն եւ իրավապահ համակարգի մեր գործընկերներն են, այս ահազանգ են, ես կարծեմ 2 օր առաջ չեմ հիշում, որ գյուղացիների կողմից գրված նամակ գլխավոր դատախազին կամ ասում եմ ես վերջին շրջանում հաճախ են, ես չգիտեմ ինչն է պատճառը, ինչ է փոխվել այս ընթացքում, բայց վերջին մի ամսվա ընթացքում ես տարբեր տեղերից, տարբեր համայնքներից, տարբեր մարզերից սենց ահազանգեր եմ ստանում։ Ես չգիտեմ ինչն է դրա պատճառը, բայց փաստն է, որ ինտենսիվ այդ թեման արծարծվում է, որ ցույց է տալիս, որ դա մի տեղ չի, երկու տեղ չի։ Շատ լավ, վերադառնալով էլի բաներ կար քննարկելու, բայց արդեն շատ երկար է նիստը նկատի ունեմ։ Վերադառնալով զեկուցվող հարցին, որը հարց համար 12-ն էր, այսինքն մեր բացասական եզրակացության մասին է խոսքը։